ձեզ իմ շատ սիրելի բարեկամներ, նորից միասին ենք իմ խոհանոցում։ Ուրեմն այսօր պատրաստելու ենք զատիկին համահունչ, կաթնահունց, կարող եք անվանել պանետոն, կարող եք անվանել կուլիչ, ինչպես կուզեք անվանեք։ Ես առանձին փոքրիկ կուլիչի համար նախատեսված տարաների մեջ չեմ լցնելու, մեկ ընդհանուր կուլիչ եմ սարքելու, կուլիչ, պանետոն, բոլորս էլ գիտենք, որ նույն խմորեղենն է, պատրաստման եղանակներն է մի փոքր ուրիշ ու պարունակությունն է մի փոքր ուրիշ, այսինքն չամիչ, չորմրգեր, ամեն մեկը ինքն է որոշում, ինչով է լինելու իր կաթնահունցը, պանետոնը կամ կուլիչը։ Այսպես բարեկամներս, ուրեմն մեզ հարկավոր է ալյուր, իհարկե արդեն մաղված, կաթ, շաքարավազ կարագ, խմորիչ, 1 ճաշի գթալ քացախ, աղ, վանիլին և 3 ձու։ Սկսենք, անցնենք գործի, ուրեմն առաջին հերթին կաթը և խմորիչը պիտի խառնենք իրար։ Ստուգեմ կաթի աստիճանը։ Ուրեմն կաթը պիտի լինի գոլից մի փոքր տաք։ Խմորիչը 25 գրամ է մեզ հարկավոր։ Ուրեմն ընդհանուր շաքարավազից 2 գթալ վերցնում ենք, 2 ճաշի գթալ։ Եվ ընդհանուր ալյուրից 3 ճաշի գթալ ենք վերցնում։ Եվ այս բոլորը խառնում ենք իրար շատ լավ։ Մեր թթխմորը շատ լավ բարձրացել է, տեսեք, այսպիսի թթխմոր ունենք, տեսեք, երևում է, չէ, ինձ թվում է։ Ուրեմն հիմա ավելացնում ենք աղը, վանիլինը, շաքարավազը, ուրեմն ավելացրեցինք վանիլինը, աղը, շաքարավազը, մի փոքր այսպես խառնում ենք։ Ավելացնում ենք, կոտրում ենք ձուն արդեն։ Ուրեմն մի փոքր խառնելուց հարելուց հետո ձուն, ավելացնում ենք ընդհանուր մեր զանգվածի վրա։ Նորից մի փոքր խառնում ենք։ Մի փոքր խառնելուց հետո ավելացնում ենք քացախը, 1 ճաշի գթալ, նորից լավ խառնում ենք։ Ամեն ինչ խառնեցինք, ավելացնում ենք ալյուր, քիչ-քիչ ենք ավելացնելու, որովհետև պիտի նայենք խմորի խտությանը։ Խառնում ենք։ Նորից ենք ավելացնում։ Մեզ հարկավոր է 650-ից 750 գրամ ալյուր։ Բայց բոլորս էլ գիտենք, որ ալյուրները տարբեր են, այդ պատճառով աստիճանաբար ենք ավելացնում և նայում ենք խմորի խտությանը։ Այլևս մեզ հարկավոր չէ այս բահիկը, հիմա հունցելու ենք ձեռքով։ ավելացնում ենք արդեն
լավ հունցելուց հետո ավելացնում ենք կարագը եւ սկսելու ենք, իհարկե սա սեղանի վրա պիտի անեմ, ուղղակի տգեղ է երևում, երբ որ կարագը այսպես խառնում ենք, մի փոքր կարագով խառնելուց հետո արդեն կտեղափոխեմ սեղանի վրա ու սեղանի վրա կհունցեմ։ Հիմա սեղանի վրա ենք հունցելու, բարեկամներ, շատ լավ ենք հունցելու։ Այնքան պիտի հունցենք, որ ստանանք էլաստիկ խմոր։ Տեսնում եք, քիչ-քիչ հավաքվում է խմորը։ Շատ փափուկ խմոր ենք ստացել։ Գրեթե 10 րոպե հունցել եմ սեղանի վրա ու ստացել եմ այսպիսի փայլուն, ձեռքերին կպչում է ձեռքերին խմոր։ Հիմա դնելու ենք մի տաք տեղ, այսինքն ես դնում եմ լույսը վառած ջեռոցում, այստեղ մի փոքր բուսայող եմ անում, խմորը դնում ենք նորից ամանի մեջ, ծածկում ենք սննդային թաղանթով, և դնելու ենք ջեռոց, լույսը վառված, խմորը քաղցրեք, քանի որ շաքարավազ կա, մի փոքր ուշ է բարձրանում, սիրելի բարեկամներ, մի անհանգստացեք, անպայման բարձրանալու է, այս բաղադրատոմսը, այս պատրաստման եղանակը ամենաարագն է գուլիչի և ամենալավը, առանց գիշերը խմորը սառնարան դնելու, առանց երկար բարակ սպասելու, շատ արագ է լինում և շատ հաջողված խմոր է։ Ինչ գեղեցիկ, ծակոտկեն, խմոր ենք ստացել։ Հիմա մի փոքր շատ քիչ հունցելու ենք խմորը, որպեսզի օդը դուրս գա, այսպես ասած, ու արդեն ձևավորենք մեր գուլիչը, պանետոնը, կաթնահունցը, ինչպես կուզենք անվանենք։ Այսպես փափուկ, տեսնում եք, շատ փափուկ ու շատ լավ խմոր ենք ստացել, արտակարգ խմոր է։ Հիմա մի փոքր թողնենք հանգստանա, հենց այսպես սեղանի վրա ուղղակի սրբիչով ծածկենք, որպեսզի չչորանա երեսը ու սկսենք ձևավորել արդեն։ Ուրեմն մինչ մեր խմորը մի փոքր հանգստանում է, ուրեմն այստեղ ինձ մոտ կարող եք միայն չամիչով պատրաստել։ Դա ձեր կամքն է, ձեր ընտրությունն է։ Ինձ մոտ այստեղ լորամիրգ է մի փոքր, բոլորը իրար հետ, միչուկը կազմելու է 300 գրամ։ Եթե շատ եք սիրում, որ շատ այսպես լիքը լինի միչուկը, ավելի շատ արեք, դա նույնպես ձեր կամքն է, սիրելի բարեկամներ։ Ունեմ չամիչ և կտրտած մրգեր, այստեղ անանաս է և մանգո։ Այս բոլորը լցնում ենք մի հատ հարմար ամանի մեջ,
լցրեցինք մի հարմար ամանի մեջ ու ալյուր ենք անելու, մեկ ճաշի գթալ, նայեք, եթե լավ արդեն ալյուրոդվել են այս չամիչը ու մնացած բաղադրիչները, մեկ ճաշի գթալը բավական է, եթե ոչ, ուրեմն մի փոքր շատ արեք, բարեկամներս, ուզում եմ ասել, բացի այս տեսակի միջուկ պատրաստելը, դուք կարող եք թխելու, խմուրը անելուց ընդամենը 10-15 րոպե առաջ ձեր միջուկը թրջել կոնյակով, լիկյորով, որը որ դուք սիրում եք, որի համը որ դուք սիրում եք, ու հետո չորացնել, շատ լավ չորացնել, նոր արդեն խառնել խմորին, բայց ես նախընտրում եմ այս միջուկի տեսակը, այս ձևը և այսպես էլ ձեզ ցուցադրում եմ, հիմա խառնենք ալյուրը, ուրեմն մեկ ճաշի գթալը բավական է, այսպես ուղղակի պիտի ալյուրոդվեն։ Ու վերջ։ Սա մեր միջուկն է։ Հանգստացել է մեր խմորը, տեսեք, արդեն հնարավոր է աշխատել, ընդամենը 7-ից 10 րոպե եմ սպասել, չի կպնում, հիմա մի փոքր ալյուր եմ անում և բացելու ենք ուղղանկյունի։ Հավասարաչափ տարածում ենք, մի փոքր սեղմում ենք այսպես և ռուլետի նման փաթաթում ենք։ Ուրեմն հասնում ենք վերջը ու այսպես կպցնում ենք կարելի ասել, ամրացնում ենք։ Հավասարեցնում ենք ձեռքով այսպես, շուռ ենք տալիս, և կտրում ենք ոչ մինչև վերջ։ Այստեղ մի փոքրիկ թողելու ենք, չենք կտրելու։ Հիմա տեսեք, այսպես փաթաթելով գալիս ենք մինչև մեջտեղը։
Չամիչները կարող եք հավաքել, նորից տեղավորել, այնպես որ խնդիր չէ։ Այսպես։ Հիմա ուրեմն երկրորդն էլ ենք պտտելով, փաթաթելով գալիս, տեսեք, այսպես, գեղեցիկ։ Եվ երբ որ հասնում ենք արդեն երկրորդին, այսպես բարձրացնում ենք ու դնում ենք առաջինի վրա։ Ինձ թվում է հասկանալի է, ստանում ենք, տեսեք, այսպիսի պանետոն, կատնահունձ, ինչպես կուզեք անվանեք։ Հիմա ես վերցրել եմ իմ այս ձևամանը, յուղաթուղթ եմ արել ու մի փոքր բուսայով կանեմ։ Հիմա տեղավորում ենք մեր արդեն պատրաստի պանետոնը ձևամանի մեջ, այսպես, և հավասարեցնում ենք, որպեսզի հավասար բարձրանա։ Այսպիսի տեսք ստացավ, բարեկամներս, մի փոքր առաջ եկավ, տեղավորեմ, դասավորեմ, ու նորից տեղավորելու ենք լույսը վառված ջեռոցում։ Մինչև շատ լավ բարձրանա մեր կատնահունձը պանետոնը։ Շատ լավ է բարձրացել մեր գուլիչը ու քանի որ ես մեկ մեծ գուլիչ եմ անում, գլազուր չեմ անելու երեսը, այդ ձու եմ քսելու ուղղակի։ Այստեղ ինձ մեկ ձվի տեղնուց է և մեկ ճաշի գթալ կաթ, շատ զգուշությամբ ենք քսում, որովհետև խմորը արտակարգ նուրբ է ու որպեսզի չվնասենք։ Նորից ենք անցնում, այսպես բարեկամներից, ուրեմն թխելու ենք 10 րոպե 150 աստիճանի տակ և մնացած 25 րոպե թխելու ենք 170 աստիճանով, որպեսզի քանի որ ինքը մեծ է չափերով, որպեսզի հասցնի շատ լավ եփվի, չոպիկով ստուգելու ենք ու արդեն պատրաստ կլինի։ Մեր պանետոնը կատնահունձը պատրաստ է, տեսեք ինչ կարմրաթուշիկ, տաք է տեղ իհարկե, պանետոն ենք ստացել, բարեկամներս փայտիկով ստուգում ենք, անպայման չոր է դուրս գալիս, բոլոր կողմերից ենք ստուգում, որովհետև ջեռոցը բոլոր կողմերից հավասարապես չի թխվում, բոլոր կողմերը չոր է, այսինքն մեր պանետոնը արդեն շատ լավ թխվել է։ Ջեռոցից հանելուց հետո անպայման պիտի մնա գոնե 10-15 րոպե ձևամանի մեջ
Ուրեմն նույնը գուլիչի համար նախատեսված այդ թղթիատարանները նույնպես չի կարելի արագ անջատել, հենց այդ թղթերի մեջ է, որ թարմ այսպես լավ մնում է։ Բարեկամներ, սա էլ մեր շքեղ գուլիչը, գուլիչ պանետոն, ինչպես կուզեք անվանեք, ամբողջ ընթացքում ասեցի, որ նույնն է, միայն պատրաստելու եղանակն է ուրիշ, հիմնականում նույն բաղադրիչներն են, մի փոքր փոփոխություն են անում ու կարծես փոխվում է, բայց հիմնականում սա բոլորս էլ գիտեք, որ մեր կաթնահունցն է։ Տեսեք, որքան լավ է թխվել։ Սա էլ կտրվածքը, սիրելի բարեկամներ, տեսեք, որքան փափուկ, օդային, այսպես հատիկ, տեսեք, որքան լավն է, դեռ տաք է իհարկե, չամիչը շատ, միջուկը ավելի ճիշտ, այսպես սիրելի բարեկամներ, մոտիկից կնկարեմ, որպեսզի կտրվածքը ավելի լավ երևա, սա էլ մեր այսօրվա զատիկի համար նախատեսված գուլիչը, սիրելի բարեկամներ, շնորհակալ եմ, որ ինձ հետ եք, շնորհակալ եմ, որ վերջին տեսանյութը այդքան լավ դիտեցիք, շատ ուրախ եմ, իհարկե բոլոր YouTube-ի ալիք ունեցողներն էլ լավ են զգում իրենց, երբ տեսանյութը լավ է դիտվում, որովհետև ոգևորում է ու նորից ուզում ես ինչ-որ բան անել։ Այսպես սիրելիներ, շնորհակալ եմ բոլորիցդ, սիրում եմ բոլորիդ, ես ձեզ մաղթում եմ ուրախ զատիկ, թող ամեն տարի գա ուրախ ու երջանիկ զատիկներ, գարուններ ձեր կյանքում, ձեր ընտանիքի անդամների համար, ձեր բոլորի համար։ Սիրում եմ բոլորիդ, ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում իմ խոհանոցում։ Is this thing on? I can't tell, 'cause you never replied. Are they home gone? Am I late? Did I miss the invite? Maybe it's me, I can't tell, 'cause I ran out of time. Is this thing on? I can't tell, 'cause you never replied. Where did you go? Was that you that just drove past the house? And is it me that they're laughing at when I step out? Maybe I'm paranoid, feels like I let everyone down. It feels like everybody's thinking I'm a nobody now. I had to write myself a letter just to know it'd get read. I drink myself back to life to make sure I ain't dead. But I ain't dead yet. Is there a number to call? Is there a place
place I can hide. Is this thing on? I can't tell, 'cause you never replied.